Ողջույն բոլորին, այս լավ, հո Ողջույն բոլորին, իմ ալիքում երկրորդ անգամ կատարելու ենք փորձարկում քրոջս հետ, ծանոթացեք Սյուզին է, տարբեր երկրների քաղցրավենիքների, քաղցր եւ թթու կոնֆետների փորձարկում ենք կատարելու, առաջինը թայվանական մոչի է, American jelly fruit, ամերիկյան հետաքրքիր ժելեներ են, այս չիպսերը հետաքրքիր են նրանով, որ համը չկա, տուփի վրա համը չկա եւ պետք է ուտենք եւ գուշակենք ինչ համի է։ Երևի գիտեք այս հայտնի վարունգները, թթու վարունգները, միշտ ուզել եմ փորձեմ, բայց չեմ փորձարկել, այս անգամ միասին կփորձենք։ Այսպիսի շատ կոնֆետներ, թթու կոնֆետներ, ու շատ թթու են, այստեղ տեսեք Դուբայի շոկոլադ, որը ուտելու ենք առաջին անգամ։ Մեր պատրաստածն է ավելի համով, թե օրիգինալը։ Այո, ես երևի առաջին անգամ ուտում գնված Դուբայի շոկոլադ, որովհետև միշտ պատրաստել եմ։ Դե ասեք առաջինը որն ենք բացում։ Չէ՞ դուք մտածեք որն ենք բացում, եկեք սկսենք սրանից։ 5 հատանոց այսպիսի ռոլեր են։ Ավելի շատ ելակի հոտ ունի, քան ինչ որ համ։ Կգնահատեմ 10-ից 3։ Ես 2։ Հաջորդը բացում ենք այս շատ թթու, այս թթու ռամբուլիկին։ Շատ թթու կոնֆետները։ Պետք է ուտենք եւ դեմքի արտահայտությունը մեր չփոխենք։ Կողտրում։ Ոնց որ Haribo-ի ժելեները լինի սովորական։ Մի քիչ թթվություն ունի, բայց ես մտածում եմ շատ ահավոր թթու լինելու։ Նկար էլի, ասենք, խնդրում եմ։ Գնահատում եմ 10-ից երևի 4 կամ 5, որովհետև սովորական ինչ որ Հա, որպես այդպեսին թթվաշ ես ավելի քիչ նույնիսկ գնահատեմ, որտեղ ինքը ընդհանրապես թթվաշ չի։ Բայց համի համար սովորական ժելեի համար։ Մեր ամերիկյան ժելեները, սրանցից անկեղծած մի անգամ էլ ենք, չէ՞, ոնց որ Ես եմ փորձել, հա։ Դու փորձել ես, բայց երևի 2 տարի առաջ եմ արել, այն ժամանակ շատ մոդա էր։ Կա ելակ։ Ելակ, ես բան խաղողը։ Սրանք իրականում այստեղից պետքա բացես։ Չէ, այստեղից ես բացում։ Չէ, այստեղից ես բացում։ Հա, մի խոսքով բացում ես այստեղից, բայց ով որ փորձարկում է, սենց վերանում պայթացնում է, բայց ես կնախընտրեմ բացեմ այստեղից։ Ոնց որ ինքը սենց դոնդողային ավելի շատ։ Համն էլ շատ ուժեղ չի, էլի։ 10-ից 3։ Չէ։ Ինչ փորձում ենք այսօր 10-ից 3 համ։ Հիմա եկեք բացենք Բելգիայի արտադրության Pringles չիպսերը եւ գուշակենք թե ինչ համի է։ Սովորական Pringles-ը։ Barbecue-ի համեր։ Ինչքան ես գնահատում։ 6։ Չէ, կարելի լինի։ Okay, մնացին իրար հակադրող կերպարներ, այսքան թթուն եւ քաղցրը։ Կփորձենք առաջինը թթուն։ Չիպսը կծու էր, հիմա թթու։ Հոտը շատ ահավոր է։ Չեմ կանգնում։ Վատնա։ Ոնց Սենց քիմիական ես ինչի հոտ համա գալիս։ Էսենցիայի համել չի։ Շատ վատնա։ Վա։ Տարիներով մնացել է պլաստիկի մեջ։ Ահավոր վատներ։ Եվ Դուբայի արտադրանք, Դուբայի շոկոլադ, այս սրան ավելի շատ, ամենաշատն ենք, չէ՞, երևի սպասում։ Ինչ սիրուն է։ Մի փոքր հալված է, բայց Տեսեք ինչ նման է։ Շատ նման է։ այո։ Օրիգինալ շոկոլադին շատ նման է։ Տեսք գնահատում ենք 10-ից 9։ Այո։ Ու հիմա կիսիր տեսնենք։ Cheers։ Տեսեք միջուկն էլ Բավականին լիցրած է։ ուղադայֆի խմորն էլ երևում է։ Այո։ Լավ, Cheers։ փորձենք։ Ես ավելի շատ զգում եմ
Ղադայիֆի խմորի համը։ Այդ բոված խմորի համն է ավելի շատ գալիս։ Կարելի է շոկոլադը առանձին ուտեմ։ Շոկոլադը համով չի։ Այսօր պատրաստում եմ իմ էջում միլկա շոկոլադով եմ պատրաստում ու շատ համով է։ Առանձին կերաշոկոլադը այդքան էլ լավը չի։ Հոտը բավական լավն էր ավելի շատ։ Հա, միջուկն էլ Ղադայիֆի խմորի համն է գալիս, այդ բոված խմորի համն է գերակշռում։ Այսինքն գնահատեմ չի ու 9, միջուկն էլ էր լավը։ Այսինքն միջուկի քանակը։ երևի ընդհանուր 6-7 իմ համար։ Հա, համեմատած մեր պատրաստածին, տենց 5-6։ Իսկ եթե ուզում եք իմանաք ինչպես են պատրաստում Դուբայի շոկոլադ, Լինկը կարաս դնես ներքևը։ հա, Լինկը կլինի ներքևում։ հիմա եկեք կանենք ամփոփում, որ քեզ ավելի շատ դուր եկավ։ Քիչ դուր եկածը թթու վարունգներ։ Այս նույնպես։ Վարունգից հետո ամենակիչ դուր եկածը իմ այս մոչիներն էին տարօրինակ ելակի համով։ Որովհետև ինքը քիմիական էր, Շատ, քիմիական հա, ոչի էր։ Ելակի շատ համն տհաճ չէր էր, գալիս, միայն այո։ հոտն էր հենց ուժեղ գալիս ելակի։ Հետո տարօրինակ կոնֆետները, Ժելեները, իրանք էին տենց մի փոքր։ Հետո կարող եմ ասել այս թթուները, որպես այդպեսին իրանք այդքան էլ վատը չէին, բայց թթու չէին։ թթու ես իրանց չէի։ Ես գիտեի այնքան կարծի, թթու է, որ կարողա չկարողանանք ուտենք, բայց չէ։ Հետո կգա Դուբայի շոկոլադը։ Ահա։ Իսկ ամենալավը իմ համար Այո, Pringles-ներն Pringles-ն է։ էր, որ տենց սովորականին շատ մոտ պրոստը ուղղակի ինչ որ համ, հա, Pringles-ի Բայց ես կուզեի, որ համերից մեկը։ ինչ որ sense հետաքրքիր համ լիներ, էլի, որ Ես չկարողանանք ինձ թվում է ուշակել։ պանրային ինչ որ բան կարող է լինի։ Այսօրվա համար մեր փորձարկումները այսքանն էին։ Եթե ցանկանում եք շատ այսպիսի տեսանյութեր դիտեք իմ էջում, անպայման գրեք մեկնաբանությունների բաժնում։ Իսկ մեր այս տեսանյութը չմոռանաք լայքեք, հետևեք իմ էջին, որպեսզի չկորցնեք իմ մնացած տեսանյութերը։ Ձեզ մաղթում ենք լավ օրվա շարունակություն կամ բարի գիշեր։ Մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։